Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք շատ արագ պատրաստվող աղցան, շատ թարմացնող, բարձ բաղադրիչներով, որը դունը անպայման լինում է, ու երբ որ սիրտենից հենց մի քիչ համով, սոսը ոչ շատ տենց ձանր, աղցան ա ուզում սիրտենիդ, էս եք պատրաստում։ Մեր թարմացնող վարունգով աղցանի համար հարկավոր է 3 հատ վարունգ, 1 հատ կարմիր սոխ, 3-ից 4 բջեղ սխտոր և կես փունջ սամիկ, 1 բաժակ հունական յոգուրտ, 1 թեյի գդալ կաթախ, 1-ից 2 ճաշի գդալ մանանեխ, դիժոն և համեմունքներից աղ և սև բաբեղ։ Մենք մեր վարունգները լվացրենք, պատրաստ է կտրատելու։ Ես չեմ սիրում ընդհանրապես այս տեսակ աղցանների, որը թրանշ եմ անում, թրանշը այսինքն տենց փարակ գլորներ եմ անելու, չեմ սիրում գեղվել, որովհետև սիրում եմ ինքը սենց լավ աղցանի մեջ մնա։ Սկսում ենք այդ սկիզբները և վերջերը կտրատել ու արդեն սլայսներ անել, այսինքն շերտել։ Այսպես շերտեր ենք անելու։ Ինքը ինքան հեշտ պատրաստվող աղցան է, վստահ եմ վարունգը միշտ դանը լինում է։ Եթե գրիկ յոգուրտ չունեք և պարզ մածուն ունեք, ոչինչ, կարող եք մի անգամ տենց անել, մի անգամ էլ գրիկ յոգուրտով անել, տեսնել ինչքան է տարբերությունը։ Ուղղակի ինչն է տարբերությունը, պարզ մածունով որ պատրաստում եք, մի քիչ թթվայնությունը ավելի է, իսկ գրիկ յոգուրտով ինքը ավելի մի քիչ այդ քաղցրությունն է լինում։ Եթե դուք այդ թթվայնությունը ցես չի խանգարի, կարող եք հանգիստ պարզ մածունով էլ անել։ Ուրիշ գաղտնիք էլ կա, կարող եք պարզ մածուն և մի քիչ թթվասեր խառնել ու այդ բալանսը ունենալ։ Այսինքն, եթե պարզ հայկական մածուն ունեք դունը և թթվասեր խառնեք իրար, պայման չէ, որ հունական յոգուրտ ունենաք, այսինքն։ Տեսակ ինչքան հնարքներ եմ տալիս, որ անպայման պատրաստեք, որպեսզի հետո չասեք պատճառաբանություն ինձ, որ չկարողացանք պատրաստել, օրինակ հունական յոգուրտ չկար տունը։ Այդպիսի բաներ։ Այսպես կտրատում ենք շերտերի և պատրաստում ենք մեր աղցանը։ Իդեպ ուզում եմ շնորհավորենք մենք մեզի, հիմա մի քիչ հետո մենք քինի կբացենք, քարե քինին և celebrate կնենք, այսինքն կնշենք, քանի որ մենք արդեն YouTube-ում 11,000-ից ավել բաժանորդ ունենք, ու այս ամենագարջ շրջանի մեջ այսքան մարդ, ու այնքան լավ նայվում է մեր YouTube-յան հաղորդումները, որոնք չեք հասցնում Կետրոն TV եթերում նայում եք YouTube-ում, շատ ուրախ եմ ու մենք բոլորս շնորհակալ ենք ձեզ։ Այսպես վարունգները շարունակում ենք և իհարկե մեր Instagram-ի և Facebook-ի էջերը չենք մոռանում համի գաղտնիքի, կարող ենք հետևել, որպեսզի ընդեղ էլ մեկ-մեկ գաղտնի բաներ ենք դնում, որը YouTube-ում կարողա չի լինի։ Դրա համար այն էլ անպայման հետևեք։ Վարունգները պատրաստ են, հիմա գնացինք սոխին։ Այստեղ կարող ենք մի քիչ այսպես բերել մեր վարունգներին ու շարունակենք։ Մի հատ կեղվեմ ու շարունակենք։ Մեր սոխերը պատրաստ են, այսինքն շաղիկի աչքերը պատրաստ են լացելու, բայց ինչքան արագ կդրեմ, այնքան քիչ կլացեմ։ Դրա համար պատրաստեցի ու սկսեցինք։ Այսպես շերտեր, փարակ։ Սոխերը պատրաստ են, իսկ ես վարունգի քույնը հիշացնում է ինձ մի նոր գործընկերի, որը արդեն միացել է մեզ, որը Զանգեզուրն է, շատ որակով և մի քանի տեսակի հավեր ունեն, որոնք կարող եք օգտվել, իրենք ունեն խանութ և կարող եք արագումով նույնիսկ պատվիրել, նրանց հեռախոսահամարին զանգել և պատվիրել։ Մեր երկու բաղադրիչները պատրաստ են, այստեղ մի քիչ էլ սամիտը կտրատենք ու կմնա մեր սոխը, հետո արդեն սոսը։ Մի քիչ ես մասերը, կոշտ մասերը հանում եմ ու թողում եմ ավելի փարակ մասերը, որպեսզի տենց փափուկ լինի։ Ահա, այս էլ պատրաստ է։ Հույսով եմ բոլորը արդեն լավ հանգստացել են, այս մեր լավ երկար հանգիստին, լավ թիմավորել են 2026-ը ու արդեն բոլոր պլանները սկսել են իրականացնելու։ Գիտեմ, որ
ամանորյա շրջանին շատ եմ ասել սուիտնելայի մասին, որովհետև դե հայերը սովորություն է հայերի մոտ, որ ամանորյա կամ գաղանթի սեղանը միշտ լինի սենց համով, սուջուխներով եւ այլն, պաստղներով, բայց իհարկե ուզում եմ հիշեցնել, որ մենք կրնանք տարին 12 ամիս համով, սուջուխ եւ պաստղ ուտել սուիտնելայից։ Այս էլ պատրաստ է։ Գնացինք առաջ։ Այս ափսեն կարող ենք վերցնել եւ սխթորներն էլ ճզմել ու վերջ։ Իթեպ այս աղցանը ես շատ եմ պատրաստում ու միշտ երբ որ մսեղեն կամ ինչ-որ բան կա սեղանի վրա, իրականում ասեմ ցես գախնիկ ինքը խոզի խորովածի հետ էլ է շատ համով լինում, որովհետև միշտ գրիկ յոգուրտ, մածուն, այսպիսի բաներ կամ սամիտ կամ սոխ նույնիսկ այդ սրանք շատ են սիրում խոզի մսին։ Անշուշտ ամեն տեսակի մսերը նորեն շատ համով կլինեն, բայց անպայման, եթե մսի խորովածներ եք անում, այս աղցանը պատրաստեք ու ինձ հիշեք, քանի որ իրականում ձեր դան բոլոր անդամները շատ են սիրելու։ Դե իհարկե օգտագործելու եք մեր նման մարանիգի համեմունքները։ Եթե չունեք կարող եք վերցնել օգտագործել, քանի որ նամանավանդ այս անուշիկ դարաներով եւ հարմար ինքը շատ հեշտ է լինում մեր գործը։ Հեշտ եւ գոգիկ։ Բոլոր դանդիգինները, ես գիտեմ, ուզում են այդտենց աշխատեն խոհանոցում, որ ավելի դենց հավես լինի, մաքուր, իպիկ-տիպիկ, ինչ ասեմ։ Այս մեր համեմունքները դենց աուրա են տալիս, դենց հոգեբանություն են տալիս։ Մի խոսքով լավ մթնոլորտով ջաշ ենք պատրաստում, որպեսզի լավ մթնոլորտով ջաշ ուտենք ընտանիքի հետ կամ ընկերների հետ եւ ընդհանրապես մեր դան մթնոլորտը լինի պոզիտիվ, այսինքն դրական։ Մեր սխտորը պատրաստ է։ Հիմա քանի որ ես սխտորը առաջ դրի, ես կոչ եմ անում մեր օպերատորին, որ մոտիկանա եւ մոտից նկարենք մեր սոսի ամուսնությունը։ Ավելացնում եմ գրիկ յոգուրտը։ Ավելացնելու եմ դիժոն մանանեխը։ Ավելացնելու ենք քացախը։ Իսկ հիմա ավելացնելու ենք սև պոպեղ։ Աղ։ Եվ մի հատ գտալով խառնում ենք։ Տեսնում եք, քույնը ասանք մի թեթև բեժ քույնն է։ Այսինքն տեղինը սպիտակին կդրելա ու այդպիսի մի քույն ունենք։ Ես գիտեմ, որ Հայաստանում շատերը սոխ չեն սիրում, բայց այս աղցանի մեջի սոխի քույությունը շատ կարևոր է, անպայման կավելացնեք։ Ու եթե շատ չեք սիրում, կարաք մի քիչ բագասացնելու ուղղակի իր քանակը, քանի որ առանց իրան համով է, բայց այնքան համով չի։ Եվ օգտակար է, հաջի սոխ կերեք։ Սոսերնից պատրաստ է։ Հիմա գամած ավելացնում ենք, այսինքն սկզբում վարունգը, հետո սոխը, հետո սամիդը կամ պայման չէ տենց, կամ էյական չի։ Գնացինք։ Հիմա սոխը։ Սիրում եմ նույնիսկ թրած ժամանակը սենց գոգիկ տրնել, որպեսզի դուք երբ որ նայում եք այդ ափսեին, սենց ավելի սիրտ դեռնի դուզը։ Գիտեմ, որ մեկա վերջում պիտի խառնվի ամեն ինչ իրար հետ, բայց ուզում եմ տենց գոգիկ լինի։ Հիմա արդեն խառնում ենք։ Մի քիչ էլ երևի սև պոպեղ ավելացնեի ու խառնում եմ։ Արդեն զգում եք, չէ, ինչքան համով է։ Հեշտ համով, արագ պատրաստվող։ Ի դեպ ուզում եմ հասկանամ մեր ժողովրդից ովքեր են մեր փաղասրատոմսերը պատրաստել ամանորյա սեղանին կամ հետո
քանի որ մենք լիքը համովություններ ենք պատրաստել, ու ես շատ ուրախ կլինեմ, եթե օրինակ քոնե մեր էջերում կամ Instagram կամ Facebook կամ նույնիսկ YouTube-յան ալիքի հաղորդումների վրա գրեք մեզ, որն եք հավանել, որն եք շատ սիրել, ինչ եք ուզում պատրաստենք ուրիշ, օրինակ ինչ եք սպասում ինձանից, քանի որ շատերը միշտ գրում եք Շաղիկ ջան, ես ինչ բան եմ պատրաստի Շաղիկ ջան, սրա պաղատադոմսը ինչ է, ու մենք իրականացնում ենք բոլորի պապակները։ Դրա համար հիշացնում եմ, որ ինձ ասեք, ինչ եք հավանել, ինչ եք պատրաստել, ուզում եմ իմանամ ձեր ամանորյա սեղանները ինչքանով է համով եղել։ Հիմա արդեն պետքա plating անենք, այսինքն մատուցելու ափսեի վրա ավելացնել։ Հիմա մի հատ ուզում ենք մաքրենք ստեղ, իսկ ինչով ենք մաքրում, հիշացնում ենք սավայով։ Դուք էլ կարող եք սավայով մաքրել եւ ձեր դները շատ մաքուր եւ անուշ հոտի։ Դե ինձ սիրելիներս, արդեն մատուցելու։ Ուզում եմ փորձեմ։ Գիտեմ, որ դուք եք հանամբեր ու սիրում եք, երբ որ միասին փորձում ենք։ Որովհետև իմ արդեն արդահայտությունից զգում եք այնքան համով է, որ դուք էլ պատրաստեք։ Այն որ 3 ժամ սոսն եմ իջացնում, սկացիք։ Ես չեմ մոռանում, միշտ նկարում եմ իմ ուտելիքները, որովհետև ես միշտ վաղում եմ հիշատակ, որովհետև միջև իմ թորնիկներս ձորերս տեսնեն, ինչքան համովություններ ենք պատրաստել եւ էդի շարունակվի սերունդ է սերունդ։ Գնացինք։ Հիմա ոնց անենք, որ եւ սոսից, եւ վարունգից, եւ սոխից կա։ Ում վերցրել եմ։ Եթե սոխից վերցնեմ։ Wow! Իդեալական համադրություն, այդ մանանեխի գծվաշությունը կամ գծությունը, սոխի մի տետև գծությունը եւ ընդհանրապես գրիկ յոգուրտը sense blend անում կամ համադրում է այդ ամեն ինչ ամեն համերը իրար հետ ու վարունգն էլ արդեն վերջում ուտում ես sense թեթև է, շատ համով է, բայց ուզում եմ հիշեցնել, որ այսպիսի համով աղցանների հետ կամ այսպիսի համով ուտելիքների հետ ուզում ենք անպայման, քանի որ եթե մենք ուզում ենք առողջ ապրենք, անպայման ջուրը պետք է միշտ խմենք ու շատ խմենք, դե իհարկե մենք խմում ենք սիլի ջուրերը, դուք էլ կարող եք ունենալ եւ օրինակ մոդավոր մինիմում 8 բաժակ օրը ջուր պետք է խմենք։ Այդ չմոռանաք եւ ապրեք առողջ։ Մեր հաղորդման հետ եթե ունեք առաջարկներ, եթե ունեք ցանկություններ, ամեն ինչ գրեք, որովհետեւ այդպիսի թիմ ա կանգնած ստեղ, որ իրականացում է բոլոր ձեր պապակները, ամենաանկարելին նույնիսկ։ Դրա համար անպայման պատրաստեք եւ վայելեք ձեր ընտանիքների հետ։ Սիրով կհանդիպենք վաղը։ Ցտեսություն։